Հիսուսը քեզ սիրում է, Հիսուսը քեզ օրհնում է, նա քեզ չի դատապարտում քո մեղքերի համար, նա քեզ չի հիշեցնելու, երեսով չի տալու քո մեղքերը, քո մեղավոր լինելը, նա քեզ շատ է սիրում և նա քո փրկությունն է ուզում, նա ուզում է, որ դու ազատվես քո մեղքերից, դու շատ թանկ ես Հիսուս Քրիստոսի համար, դու շատ թանկ ես Աստծու համար, 2000 տարի առաջ Հիսուս Քրիստոսը Աստված լինելով եկավ երկիր մարդացավ, որպեսզի իր արյամբ փրկեր քեզ մահից, դժոխքից, հոգուն տրված է հավիտենական կյանք և հոգին մարդու ֆիզիկական մահից հետո մարդու հոգին, որ ունի հավիտենական կյանք, նա ունի երկու ճանապարհ, կամ գնալու է դրախտ կամ դժոխք։ Մեղքերի արդյունքում մարդը գնում է դժոխք, այսինքն հավիտենական մահվան։ Եվ Հիսուս Քրիստոս իր արյամբ մեզ ազատեց մահից, դժոխքից, խաչի վրա մահացավ, որ դու չմահանաս, որ դու հավիտենական մահ չունենաս, այլ ունենաս հավիտենական կյանք, և իր արյամբ նա քեզ տվեց հավիտենական կյանք։ Հիսուսը արդեն 2000 տարի առաջ խաչի վրա իր արյամբ քեզ պարգևել է հավիտենական կյանք, քեզ ազատել է դժոխքից, սակայն դու պետք է ընդունես նրա տված հավիտենական կյանքը, նրա տված փրկությունը պիտի ընդունես։ Եվ եթե դու քո մեղքերը չես խոստովանում, և դու չես ընդունում Տեր Հիսուս Քրիստոսին որպես քեզ Տեր ու Փրկիչ, դու այդ հավիտենական կյանքի պարգևն էլ չես ընդունում, դու քո փրկությունը չես ընդունում։ Մի վախեցիր մեղքերդ ընդունելուց և խոստովանելուց Աստծու առաջ։ Վախեցիր դժոխքից, ընդունելով, որ Տեր Հիսուս Քրիստոսը, Հայր Աստծու Որդին, ինքն էլ Աստված, քո Տերն է և քո Փրկիչը, նա միակն է, որ կարող էր քեզ փրկել մահից, և նա դա արդեն արել է, քո բոլոր մեղքերը, մեղքերի հետևանքով բոլոր ցավը, ծանրությունը վերցրել է իր վրա, տարել է խաչը քո մեղքերի, քո փոխարեն, և բարձրացել է խաչին, որ իր սուրբ արյամբ քեզ լվա ու մաքրի քո մեղքերից։ Եվ դու ընդամենը պիտի ընդունես այդ ամենը, ընդամենը պիտի ընդունես, սրտով և շուրթերով, խոսքով, աղոթքով, և Աստծու տված փրկությունը յուրաքանչյուրիս համար է, և յուրաքանչյուր պահը, որ դու ունես, հենց քո փրկության համար է, հենց այս պահը դու պիտի օգտագործես, աղոթքով գնա Տեր Աստծու առաջ, Հայր Աստծու առաջ նրա Որդու անունով, Հիսուս Քրիստոսի անունով, խոստովանիր, որ դու մեղավոր ես, խոստովանիր քո մեղքերը բոլոր, գիտակցված ու չգիտակցված, ընդունիր, որ դու սխալ ես, ինչպես յուրաքանչյուրս ենք սխալ, բոլորս մարդ ենք և մեղավոր ենք, և Աստված դա գիտի, բայց Աստված սիրում է մեզ, նա չի սիրում մեր միջի մեղքը, Աստված քեզ շատ է սիրում։ Փառք մեր Տեր Աստծուն, փառք քեզ իմ Հայր Աստված, որ քո Որդուն հանուն իմ փրկության զոհաբերեցիր, նրա արյամբ եմ ես գնված, փրկված, փառք քեզ իմ Տեր Հիսուս Քրիստոս,